Եթե մինչև հիմա թվում էր, թե հանքարդյունաբերությունն ավարտվում է հանքի սահմաններում, ապա Սևանիափին անցկացված Mining Innovation Summit-ը ներկայացրեց բոլորովին այլ պատկեր։ Այստեղ հանդիպեցին ոչ միայն տարբեր ոլորտներ, այլև տարբեր մտածողություններ։ Միևնույն հարթակում էին հանքարդյունաբերության առաջատար ընկերությունները, տեխնոլոգիական համայնքը, ստարտափները, ներդրողներն ու պետական հատվածի ներկայացուցիչները, միասին ձևավորելով Հայաստանի տնտեսության զարգացման նոր օրակարգը։ Մեր հանքարդյունաբերությունը իհարկե առաջատար դիրքերում է, այսպես կարող եմ ասել, եւ մենք կառավարությունը նույնպես, քանի որ թվայնացումը մեր կառավարության գերակա ուղղություններից է, կառավարությունը նույնպես այս ուղղությամբ մեծ քայլեր է ձեռնարկում, մեր ռազմավարական բոլոր փաստաթղթերում դա ամրագրված է, որ ոլորտը պետք է թվայնացնել, վերափոխել եւ հավանաբար նաև առաջիկա կառավարության ծրագիրը, որը նախատեսում առաջիկա 5 տարվա միջոցառումների ծրագիր, այնտեղ նույնպես իր ուրույն տեղը զբաղեցնելու է եւ կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում արկա բոլոր հարաբերությունները թվայնացնելու, ավելի թափանցիկ դարձնելու, որը կմեծացնի նաև ներդրումային գրավչությունը։ Այսօր հանքարդյունաբերությունը պարզապես արդյունահանման ոլորտ չէ, այն դարձել է տեխնոլոգիական վերափոխումների շարժիչ ուժերից մեկը, ներդնելով թվային լուծումներ, ավտոմատացված համակարգեր, տվյալների վերլուծություն եւ ժամանակակից ինժեներական մոտեցումներ, որոնք բարձրացնում են արտադրության արդյունավետությունն ու անվտանգությունը։ Այս գաղափարախոսության կրողներից են նաև Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերության ընկերությունները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես երկրի արդյունաբերության առաջատարներից մեկը, տարիներ շարունակ իր գործունեությամբ կարևոր ներդրում է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման, արդյունաբերական ներուժի ամրապնդման եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրման գործում, շարունակաբար զարգացնելով արտադրական գործընթացներն ու աջակցելով նորարարական նախաձեռնություններին։ Առանց հանքարդյունաբերության, երբ որ մենք ընդերքից հանում ենք մետաղները եւ օգտագործում ենք արդեն տարբեր ոլորտներում, անհնար էր մեր այսօրվա զարգացման մակարդակը։ Եվ երբ որ դա հասկանում ենք, պետք է երկրորդ ոնց որ քայլը նա լինի, որ ընդունենք, որ Հայաստանը ունի այդ ներուժը, մենք ընդերքով հարուստ երկիր ենք եւ այդ ներուժը ճիշտ պետք է օգտագործենք իշա մեր պետությանը, իշա մեր տնտեսական զարգացմանը։ Իսկ Լիդիան Արմենյան ներկայացնում է հանքարդյունաբերության նոր սերունդը, շեշտադրելով միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական լուծումները, պատասխանատու գործելակերպը եւ ոլորտում նորարարական մշակույթի ձևավորումը։ Ընկերության մասնակցությունը նման հարթակներին եւս մեկ անգամ ընդգծում է, որ ապագայի հանքարդյունաբերությունը կառուցվում է գիտելիքի, տեխնոլոգիաների եւ բաց գործակցության հիման վրա։ Եթե մենք մի քանի տարի առաջ, տասնյակ տարի առաջ ունեինք 1-2 աշխատող IT ոլորտից, ովքեր որ ապահովում էին մեզ համակարգիչների նորմալ աշխատանքը կամ ինտերնետ, այսօր հանքարդյունաբերության առանցքային մասն է կազմում տեխնոլոգիական ոլորտը եւ այսօր մենք ունենք օրինակ Ամուլսարում մեծ բաժին, որը զբաղված է եւ ծրագրերի ներդրումամբ, եւ IT ապահովմամբ, եւ մնացած նոր ծրագրերի գրմամբ։ Mining Innovation Summit-ի գլխավոր նպատակը հստակ էր՝ միավորել Հայաստանի երկու ռազմավարական ուղղությունները՝ հանքարդյունաբերությունն ու բարձր տեխնոլոգիաները, որովհետև հենց այս գործակցությունից են ծնվում այն լուծումները, որոնք կարող են բարձրացնել արտադրողականությունը, խթանել նորարարությունն ու մեծացնել երկրի մրցունակությունը միջազգային շուկաներում։ Հանքարդյունաբերության ոլորտում մենք բավականին լավ արդյունքներ ունենք այն իմաստով, որ խախտումները ավելի քիչ են արձանագրվել, այդ իմաստով մեր համար լավ արդյունքը ավելի քիչ խախտումներ հայտնաբերելն է իրականում։ Հաշվի առնելով, որ ընդերք օգտագործման ոլորտը այն միակ ոլորտն է, որ շրջակա միջավայրի բոլոր շերտերի վրա թողնում է իր ազդեցությունը։ Միջոցառումը դարձավ նոր գաղափարների, նոր գործընկերությունների եւ ապագային միտված նախաձեռնությունների հարթակ, որտեղ փորձառությունն ու ստարտափային մտածողությունը խոսում էին նույն լեզվով։ Mining Innovation Summit-ը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը միայն բնական պաշարների մասին չէ։ Այն ներդրումների, տեխնոլոգիական առաջընթացի, ինժեներական մտքի եւ երկրի տնտեսական կայուն զարգացման կարևոր շարժիչներից է։ Իսկ երբ ոլորտի առաջատար ընկերությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Լիդիան Արմենիան միավորում են իրենց փորձը տեխնոլոգիական համայնքի ստեղծարար ներուժի հետ, ձևավորվում են Հայաստանի արդյունաբերության ոլորտում նոր գաղափարներ եւ լուծումներ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։